Ազարյան ինչ մեկնաբանություն կտակ այսօր առավոտից Ռոբերտ Քոչարյանի եւ իր որդիների, նաեւ Լևոն Քոչարյանի տիկնոջը անկերությունում տանը իրականացվող խոզարություններին, ձերբակալությանը, այն բանից հետո, երբ որ երեք Նիկոլ Փաշինյանը հասրեց դուք ինչի եք միլիոնատեր, եւ Լևոն Քոչարյանն էլ ասեց, որ դուք չպետք է հասցի ժառանգեք այն միլիոնները, որը իբրև թե ձեր հայրը ամենուսամ կախավարկածը խախտելով ձեր հայրը թալանել է եւ դիզել է։ Նախ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այս պահը, մինչ այսօր ազատության մեջ գտնվող Արցախի միակ նախագահն էր։ Արցախի մյուս նախագահները ձերբակալված են, գտնվում են Բաքվի բանտում, նրանք դատապարտվել են, եւ նախագահ Քոչարյանը, որպես Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի ղեկավարներից միակն էր, որը գտնվում էր ազատության մեջ։ Իսկ ինչ իսկ կարծում եմ, որ նրա ձերբակալությունը պայմանավորված է այդ հանգամանքով, որ երեք այստեղ հնչեցվեց Հայաստանի Հանրապետության գործող պետությունը, մեր պետությունը տապալելու հանցավոր մտադրության մասին, այն պայմանականորեն անվանելով 4-րդ հանրապետության ստեղծման ազդարարում, ինչը որ իրավաբանորեն չի կարող առհասարակ գոյություն ունենալ, դրա հետ միասին նաև խոսվեց Արցախի առհասարակ դրա հիշողություններից հրաժարվելու մտադրությունների մասին եւ այդ համատեքստում կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ իրականացվում են ապօրինի։ Իսկ ինչ վերաբերվում է հալան, ապօրինի հարստություն եւ այլն, դրանց պետք է հիշեցնել Նիկոլ Փաշինյանի գլխավորության, որ հիմա 2018 թիվը չի, որ ինքը արդեն 8 տարի Հայաստանի ղեկավարն է եւ 4-րդ ժամկետումը Հայաստանը ղեկավար։ Ինքս թե կառավարության ծրագիրը ներկայացրել 4 անգամ։ Տենց Հայաստանի պատմության մեջ տենց ղեկավար չի եղել։ Հայաստանի բոլոր նախագահները 2 ժամկետ ղեկավարելու հնարավորություն են ունեցել։ Ինքը 4-րդ անգամ է գալի ու այսօր նենց է խոսում, ոնց որ առաջին անգամն է։ Ինքը եկել է արդարություն հաստատելու, թալան։ Մենք արդեն հիմա մտածում ենք իրանց թալանածը ոնց պետք է հետ բերենք։ Այդ իրանց 8 տարիների, որը հսկայական թալանա։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Սրանց տարած այս պրեմիամ ռեմես, որ ասում են բան չեմ հլմա դրանց գույքի եկամուտների հայտը ասում չեմ դիզե, այդ ինքնա չի ասում, բայց այդ քննիչը պետք է ասի։ Վահագն Ալեքսանյանն օրինակ ասեց, օրինակ ինձ ասենք բռնեցին։ Այդ ինչ եմ ես արել։ Վայ քո տունը շինվի, վայ քո տունը շինվի։ Հələ Տոմատ Ղազյան այդ գանելի դատախազ տենան Վահագն Ալեքսանյանի, կներեք, Վահագն պիտի ասեմ էլի են եղեգան փողծուխ ելաները։ Հա, ասում եմ։ Ազարյան լավ հիշեցրեցիք, հա, երեք։ Հələ Տոման, Այսինքն կգտնեք։ Լսեք, ես ձեզ հիմա ասում եմ, ես որպես պատգամավոր մի րոպե, չէ, յա, բայց տունը որ առել է, բանը հորից է ժառանգություն ստացել։ Հա, հիպոթեկը, բայց ո՞նց է ալնում, որ մինչև պատգամավոր իրան ոչ մեկ հիպոթեք չէր տալի։ Հիմա են տալի։ Ասենք որևէ բանկ, բոլորս այդ բանկերի հետ առնչվել ենք, վարկեր ստացել ենք, չէ՞։ Որևէ բանկ կարա 20 տարով վարկ տրամադրի մի վարկառուի, ում աշխատանքային պայմանագիրը 3 տարի է։ Բայց որ ասում են բանկն է տվել, բայց գիտեն մենք չենք նայում, թե հատկապես այդ որ բանկն է իրանց հիպոթեկերը ֆինանսը, ոնց որ թե Հայ-Էկոնոմ բանկն է։ Բայց Հայ-Էկոնոմ բանկի սեփականատերն ով է, անցած գումարմանը այդտեղ падգամավոր էր, թե падգամավոր չէր։ Հիմա պիտի հասկանանք դա հիպոթեկա, թե ուղիղ ֆինանսավորում է, որտեղ բանկի վարչությունը ցանկացած բայի կարա ների, չէ՞, վարկառուին վերցրած վարկը։ Իսկ մենք գիտենք իրանք դες պայմանավորվածություն ունեն, թե չունեն։ Կարծում եմ, որ պիտի Վահագն Ալեքսանյանը, եթե ուզում է իմանա ինքը ինչքան փող է տարես պետությունից, ես պարզ վարժություն եմ առաջարկում, վերցնում է պետական պաշտոն զբաղեցնողների անձանց վարձատրության մասին օրենքը, նայում է այնտեղից ինքը ինչքան աշխատավարձ պիտի ստացած լներ 18 թվականից մինչև հիմա, ամսական կարծեմ 500 քանի հազարա, 661,000 մինուս հարկերը։ Եվ տեսնի թե ինքը ինչքան է փաստացի ստացել, տարբերությունը ինչ որ ինքը հանի, էդի այն բանը ապօրինի հարստացումն է, որ իրենք տարել են այս պետությունից։ Պատգամավորի պարգևավճար օրենքը չի նախատեսում։ Օրենքը պարգևավճար նախատեսում է բացառապես ծառայողների ազգային ժողովի աշխատակազմի աշխատողը կարա ստանա պարգևավճար, դա էլ բացառիկ դեպքերում ըստ իր կատարողականի արդյունքների վերադասի կողմից գնահատման դեպքում։
Քաղաքական որևէ պաշտոնյա նախարար կլինի, պատգամավոր կլինի։ Ես հիմա որ մեր խմբակցությունը հայտարարել է, չէ՞ որ պարգևավճար չենք ստանալու։ Դա ոչ միայն չպիտի ստանանք, այլ հենց այդ փողը մեզ տրի մենք դրանց դատի տանք տվողին։ Ես ի՞նչ եմ արել որ դու իս պարգևավճար ես տալեի։